Իրանի դեմ պատերազմի 18-րդ օրը Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իսրայելական հարվածներից սպանվել են Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին եւ Բասիջ ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամ Ռեզա Սոլեյմանին։ Նախարարը սակայն պնդումը հիմնավորող ապացույցներ չի ներկայացրել։ Ռեժիմի առաջնորդները սպանվում են, իսկ նրանց կարողությունները ոչնչացվում, սոցցանցում գրել է Իսրայել կացը, խոստանալով շարունակել հարվածները։ Իրանը դեռ չի մեկնաբանել լուրը, բայց պետական հեռուստատեսությունը ցուցադրել է այսօրվա ամսաթվով թվագրված ձեռագիր գրություն, պնդելով, որ դա Լարիջանիին է պատկանում։ Նույն գրությունը հրապարակվել է նաև նրա X-ի էջում։ Ազդեցիկ պաշտոնյան վերջին անգամ հանրությանը երևացել էր ուրբաթ Թեհրանում անցկացված երթի ժամանակ։ Ըստ տարբեր աղբյուրների վերջին շրջանում երկիրը ղեկավարում էր հենց Ալի Լարիջանին, որն Իրանի ղեկավար կազմում կառավարման երկար փորձ ունի եւ օգնել է մշակել երկրի ռազմավարությունը Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պայմաններում։ Ղոլամ Ռեզա Սոլեյմանին եւս երկարամյա փորձ ունի, իսկ Բասիջ ուժերը ղեկավարում է 2019 թվականից։ Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը մինչ այդ հայտնել էր, որ հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային շտաբին եւ Բասիջի ենթակառուցվածքներին։ Թեհրանի կենտրոնում հարվածել եւ ոչնչացրել են արբանյակային հարձակման հնարավորությունների զարգացման կենտրոն, որը սպառնալիք էր Իսրայելի եւ ողջ աշխարհի տիեզերական ակտիվների եւ արբանյակների համար։ Իրանին զուգահեռ Լիբանանում Իսրայելը շարունակել է ցամաքային գործողությունն ու ավիահարվածներն Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքներին, այդ թվում Բեյրութում կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, տուժածների մասին չի հաղորդվում։ Իրանի զինված ուժերի միասնական մարտական հրամանատարության շտաբի խոսնակը հայտարարել է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը լուրջ վնաս է կրել իրանական հարվածներից եւ փլուզման եզրին է։ Նա նաեւ հատուկ դիմել է Դոնալդ Թրամփին։ Պատերազմի արդյունքը չի կարող որոշվել թվիթերյան գրառումներով, այն որոշվում է ռազմի դաշտում, այն վայրում, որին դուք եւ ձեր ուժերը չեք համարձակվում մոտենալ։ Ավելի լավ է այս պատերազմն անվանել էպիկական վախ, ոչ թե էպիկական ցասում։ Իրանը նաև հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը, Արաբական Միացյալ Էմիրությունների տրանսպորտային եւ նավթային ենթակառուցվածքներին, հարձակման են ենթարկվել նաև Կատարը, Քուվեյթը, Աբու Դաբիում 1 զոհ կա։ Ռազմական այս գործողությունների ֆոնին ԱՄՆ նախագահն արևմտյան որոշ դաշնակիցների մեղադրել է անշնորհակալ լինելու մեջ, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ մերժեցին նրա պահանջը ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց ուղեկցելու նավթատարներին, որոնք հարձակման են ենթարկվում Իրանի կողմից։ Դոնալդ Թրամփն ասել է, որ դաշնակիցների մի մասը շատ ոգևորված է աջակցելու հարցում, մինչդեռ մյուսները, որոնց ըստ նրա ԱՄՆ-ն տարիներով օգնել է, այդքան էլ չէ։ Նրանք պետք է ներգրավվեն ոգևորությամբ։ Տարիներ շարունակ մենք պաշտպանել ենք այս երկրների ՆԱՏՕ-ի հետ, քանի որ ՆԱՏՕ-ն մենք ենք։ Կարող եք հարցնել Պուտինին, նա վախենում է Միացյալ Նահանգներից, Եվրոպայից ընդհանրապես չի վախենում։ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար պետք է դիվանագիտական ուղիներ գտնել, հայտարարել է ԵՄ արտգործնախարարը։ Կայա Կալասն ասել է, որ կարող է կիրառվել նույն մոդելը, ինչ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Սև ծովով հացահատիկի արտահանման համար։ Եթե հիշում եք, Սև ծովում եւս հրթիռներ էին թռչում, ծանր մարտեր էին ընթանում, սակայն ՄԱԿ-ը կարողացավ բանակցել Սև ծովի շրջակա բոլոր երկրների հետ հացահատիկը ծովով դուրս բերելու համար, որպեսզի Աֆրիկայում ծով չլինի։ Այսպիսի մոդել կարող է կիրառվել նաեւ Հորմուզի նեղուցի դեպքում։ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը պետք է լքեն տարածաշրջանը, քանզի չեն նպաստում Մերձավոր Արևելքում անվտանգության հաստատմանը։ Ըստ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆի անվտանգությունը պետք է հաստատեն տարածաշրջանի երկրները։ Մերձավոր Արևելքի դեմքն ու տիրող կարգը կփոխվեն, բայց ոչ ԱՄՆ ծրագրերի համաձայն, ասել է նա։ Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը դեռ փակ է, ինչի հետևանքով նավթը վաճառվում է ավելի քան $100 մեկ բարելի դիմաց։ Պարսից ծոցով արտահանվող նավթից կախում ունեցող երկրները խնայողության տարբեր միջոցների են դիմում։ Իրաքը հայտարարել է, որ համաձայնության է եկել Իրանի հետ նեղուցով իր նավթատար նավերի անցնելու վերաբերյալ։